Պատկերացրեք մի պահ, մենք փողոցից ընտրում ենք պատահական մի մարդու, ով երբեք չի սովորել բժշկություն, հա, չգիտի ինչ է սրտաբանությունը, չի եղել երբեք վիրաբուժական սենյակում եւ բերում ենք վիրաբուժարան, որպեսզի վիրահատի ձեր սիրտը։ Դուք կհամաձայնվեք։ Հուսամ պատասխանը ոչ է, որովհետև դուք գիտեք, կյանքը վստահվում է գիտելիքին, փորձառու կրթված բժշկին, ոչ թե պատահականությանը։ Բայց հենց այստեղ է մարդկության ամենամեծ հակասությունը, այնինչ մենք երբեք չենք թույլ տա մեր մարմնի համար, մենք անխոս թույլ ենք տալիս մեր պետության համար։ Մոռանալով, որ պետությունը նույնպես օրգանիզմ է, նրա սիրտը տնտեսությունն է, նրա ուղեղը կրթությունն է, նրա նյարդային համակարգը հաղորդակցությունն ու օրենքներն են, եւ երբ այս համակարգը հանձնվում է նրանց, ովքեր չունեն ոչ գիտելիք, ոչ խորություն, ոչ պատասխանատվության մշակույթ, դա արդեն կառավարում չէ, դա դանդաղ վիրահատությունն է առանց գիտելիքի, որի վերջը մենք բոլորս լավ գիտենք, մահն է։ Այո, պետությունները չեն ընկնում միայն արտաքին թշնամուց, նրանք փլվում են ներսից, երբ անգրագիտությունը ստանում է իշխանություն, երբ ձայնը, բարձր գոռգռոցը հաղթում է գիտելիքին, երբ ամբոխը ընտրում է ոչ թե լավագույններին, այլ ամենաբարձր գոռացողներին եւ ամենամեծ սուտ ասողներին։ Ազատությունը երբեք չի եղել միայն ընտրելու իրավունք, ազատությունը նաեւ պատասխանատվություն է, ճանաչելու, տարբերելու եւ չվստահելու իշխանությունը նրանց, ովքեր չեն կարող կրել նրա ծանրությունը, որովհետև պետությունը դա ոչ թե տարածք է, դա վստահություն է, եւ երբ վստահությունը տրվում է սխալ ձեռքին, պետությունը պարզապես չի թուլանում, այն սկսում է մեռնել։